Գյուղացին, արջն ու աղվեսը, լատիշական հեքիաթ։ Անտառի բացատում գյուղացին շաղկամ է ցանում։ Գալիս է արջն ու ասում. «Բերքի մի մասը ինձ կտաս, եթե ոչ, ես քեզ կուտեմ»։ «Լավ», ասում է գյուղացին, «հաշվիր, որ փրերը քոնն են»։ Աշնանը գյուղացին հավաքում է բերքը։ Գալիս է արջը և պահանջում իր բաժինը։ Գյուղացին քաղաքում ծախում է շաղգամը, լավ փող է առնում, իսկ արջը փրերի դիմաց ոչինչ չի ստանում։ Ծուռ թաթը հասկանում է, որ իրեն խաբել են։ Գալիս է գյուղացու մոտ ու ասում. «Դու ինձ խաբեցիր, մյուս տարի արմատները կտաս»։ «Թող քո ասածը լինի», պատասխանում է գյուղացին։ «Արմատներն ես ուզում, արմատները կստանաս»։ Հաջորդ գարնանը գյուղացին ցորեն է ցանում։ Գալիս է աշունը։ Գյուղացին հավաքում է ցորենը, կալսում հատիկը, քաղաքում ծախում ու լավ փող է առնում։ Իսկ արջը արմատների դիմաց նորից ոչինչ չի ստանում։ Արջը հասկանում է, որ իրեն նորից խաբել են, և բարկացած գալիս է գյուղացու մոտ ու ասում. «Դու ինձ նորից խաբեցիր, իսկ հիմա զգուշացիր, եթե իմ կողմերում երևաս, ուտելու եմ քեզ»։ Վրա են հասնում ցրտերը։ Գյուղացու վառելիքը վերջանում է։ Փայտ չկա, որ վառարանը վառի, իսկ անտառ վախենում է գնալ, հանկարծ ու արջին հանդիպի։ Ինքն էլ է մրսում, կինն էլ, երեխաներն էլ։ Ինչ պիտի անի։ Ուզած-չուզած պիտի անտառ գնա։ Լծում է ձին, վերցնում է կացինն ու գնում անտառ։ Ամեն կերպ աշխատում է քիչ աղմուկ բարձրացնել։ Ճանապարհին նրան է հանդիպում աղվեսն ու հարցնում. «Գյուղացի, ինչու ես այսպես կամաց գնում»։ «Դե որ արջը չլսի, թե չէ վերջս կտա»։ Աղվեսը պատասխանում է. «Որ ինձ հավ ուտեցնես, քեզ կսովորեցնեմ, թե ոնց պաշտպանվես արջից»։ Գյուղացին խոստանում է նրա ուզածը, իսկ աղվեսն ասում է. «Համարձակ, առանց թաքնվելու գնա անտառ և փայտն այնպես կտրիր, որ աղմուկ շատ հանես։ Թող արջը լսի և մոտենա քեզ, իսկ ես կթաքնվեմ թփերի տակ և նույնպես աղմուկ կբարձրացնեմ։ Արջը կհարցնի, թե ով է աղմկում, իսկ դու պատասխանիր. որսորդներն են, արջերին ու գայլերին են սպասում»։ Ինչպես աղվեսն ասում է, այդպես էլ լինում է։ Աղվեսը թաքնվում է թփերում և մի էնպիսի աղմուկ է բարձրացնում, որ անտառը դղրդում է, իսկ գյուղացին իր համար փայտ է կտրում։ Մոտենում է նրան արջը և հարցնում. «Սա ինչ աղմուկ է»։ Գյուղացին պատասխանում է. «Որսորդներն են էստեղ գալիս, արջերին ու գայլերին են սպանում»։ Արջը վախից իրեն կորցնում է և գյուղացուն հարցնում. «Ինձ թաքցրու քո սայլի մեջ, հա՞, կթաքցնես, հետո ծածկիր ձիու սթարով, դե որ որսորդներն ինձ չսպանեն»։ Գյուղացին համաձայնում է։ Արջը պառկում է սայլի մեջ և գյուղացին սթարը գցում է նրա վրա։ Վազում գալիս է աղվեսն ու հարցնում. «Էս ի՞նչ է քո սայլի մեջ»։ «Հեչ, գերան է», պատասխանում է գյուղացին։ Բայց աղվեսը չի հավատում։ «Եթե դա գերան լիներ, ապա դու պարանով կկապեիր սայլից»։ Գյուղացին վերցնում է պարանը, կապում արջին և հետո կացնով սպառնում նրան։ Աղվեսը պահանջում է իրեն խոստացած հավերը։ Լավ, ասում է գյուղացին, գնանք իմ տուն, այնտեղ ուզածդ կստանաս։ Գյուղացին իր սայլով վերադառնում է տուն, իսկ աղվեսը վազում է նրա ետևից։
Տան մոտ շները տեսնում են աղվեսին և հարձակվում նրա վրա։ Հազիվ հազ աղվեսը փախչում է անտառ, մտնում է իր բույնը, իսկ շները բնի մոտ սպասում են։ Սպասում, թե երբ դուրս կգա։ Աղվեսի շունչը տեղն է ընկնում, և նա հարցնում է իր աչքերին. «Իմ աչքեր, աչիկներ, ինչպես էիք ինձ օգնում, երբ ես փախչում էի մահից»։ «Մենք ճանապարհ էինք ցույց տալիս քեզ»։ «Իսկ դուք, իմ ականջներ»։ «Մենք անընդհատ լսում էինք, դե հո մոտենում են շները, թե չէ»։ «Իսկ դուք, իմ ոտքեր տոտիկներ»։ «Մենք քեզ փախցրեցինք շներից»։ «Իսկ դու, իմ պոչիկ աղվամազիկ»։ «Ես քո ոտքերի տակ էի ընկնում, երբ դու փախչում էիր շներից»։ Այստեղ աղվեսը գոռում է. «Ուրեմն դու ինձ խանգարում էիր վազել, հա՞։ Դրա համար ես քեզ շներին կտամ»։ Ու պոչը դուրս է հանում բնից։ Շներն էլ կպչում են պոչից ու աղվեսին դուրս հանում հենց իր բնից։ Այստեղ էլ գալիս է աղվեսի վերջը։